Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Պայմանավորված էր նրանով, որ բոլորս էլ գաղտնիք չի, տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրված առհասարակ, թե ներհայկական հասարակության մեջ կապերը, թե Հայաստան-Սփյուռք, թե մեր դաշնակիցների հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ, կապերը խեղաթյուրված են, կտրված են, գիտեք, աղավաղված են եւ հաշվի առնելով, որ այսօր մենք բոլորս, թե Հայաստանը, թե Սփյուռքը գտնվում ենք շատ կարևոր փուլում, որտեղ առանց չափազանցության որոշվում է առհասարակ մենք լինելու ենք, թե չէ, բոլոր առումներով։ Խնդիր կար, մենք գործընկերներս սա կհաստատեն, ասենց նստած մտածում ենք ինչ անենք եւ ինչից է դա առհասարակ, ծագում այս խնդիրները եւ եկանք մի շատ կարեւոր եզրակացության, որ խնդիրը նրանումն է, որ կլինեն դա մարդիկ հասարակ, կլինեն կազմակերպություններ, կլինի Սփյուռք, կլինի Հայաստան, կլինի հայ-ռուսական հարաբերություններ, բազմաթիվ կամուրջներ չեն գործում կամ այրվել են, այսինքն սա մի քիչ պատկերավոր, ինչը ուղղակի խնդիր է առաջացնում Հայաստանի Հանրապետության մեզ բոլորիս համար։ Նախ ուզում եմ ընդգծեմ, որ կազմակերպությունը ապակուսակցական է եւ ապա եթե կցանկանաք, դասական առումով, ոնց որ ժողովրդի գլխի մեջ նստած, ապա քաղաքական է։ Խնդիրը մենք տեսնում ենք, տարանջատել ենք, շատ ենք քննարկել եւ տարանջատել ենք 3 հիմնական ուղղություն։ Հայ-ռուսական հարաբերություններ։ Բնականաբար մենք ունենք բազմաթիվ հարցեր մեր դաշնակիցներին, բայց հավատացնում եմ ձեզ, դաշնակիցներն էլ, մասնավորապես Ռուսաստանը, եվրասիական վեկտորը, ունի դեպի մեզ բազմաթիվ հարցեր։ Ցավոք, հաճախակի այդ հարցերը շահարկման առարկա են դառնում եւ ըստ էության չկա հարցերի քննարկում, չկան կամուրջներ, որով այդ հարցերը պետք է քննարկվեն, որով այդ հարցերը պետք է լուծվեն եւ որով այդ հարցերը պետք է, գիտեք, իրենց ճիշտ, հենց ճիշտ բառ օգտագործեցի, ճիշտ եւ շատ կարեւոր մեզ համար լուծումները գտնեն։ Երկրորդը դա իհարկե ներհայկական համերաշխություն։ Համերաշխության գաղափարի մասին շատ է խոսացվել, բայց առանց հանրային համերաշխություն ուզում եմ միանգամից ընդգծել, չի նշանակում հնազանդություն։ Առհասարակ բոլոր առումներով, որովհետև բացի հայտնի քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործընթացների մենք բազմաթիվ սոցիալական, հասարակական խնդիրների առջև են կանգնած եւ այդ խնդիրների կույտը, որ հավաքվում է իրար գլխի, ինքը թույլ չի տալիս հասարակությանը, թույլ չի տալի համայն հայությանը շատ adekvat, արագ եւ էֆեկտիվ արձագանքել բոլոր այն մարտահրավերներին, որոնք մեր առջև կանգնած են։ Այո, հանրային համերաշխություն եւ ինչու ոչ ներդաշնակություն այն հարցերի շուրջ, որոնցից կախված է առհասարակ մեր բոլորիս, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի իհարկե, համայն հայության գոյությունը։ Ես խոսքի մեջ օգտագործեցի Սփյուռք, այո, Սփյուռքի հետ կարևորագույն ինստիտուտի, եթե կցանկանաք այսպես անվանենք, Սփյուռքը ինստիտուտի հետ կրկին բազմաթիվ կամուրջներ այրվել են։ Եվ այդ կամուրջների ինչու ոչ վերականգնման հետ, նոր կամուրջների, նոր կապերի, նոր ոչ թե հարաբերությունների, նոր, գիտեք, հարաբերվելու այդ մակարդակի վերականգնման եւ բարձրացման խնդիր է կանգնած բոլորիս առջև։ Կամուրջը ըստ էության մի հարթակ է,
որը կամուրջներ է ստեղծում թե Հայաստանի ներսում, թե Հայաստանի դրսում։ Մենք բոլորս գտնվում ենք խայտառակ պրոպագանդայի տակ։ Առավոտից երեկո խեղաթյուրում են ամեն ինչ, սկսած մեր դաշնակիցներից, վերջացրած ներհայկական համերաշխությունը, բայց դրա հետ մեկտեղ էլ մենք պետք է հասկանանք մի բան, եթե մենք հիմա առաջնորդվենք, ինչպես ես ասացի իմ խոսքի սկզբում, այն մտահոգ մարդիկ, զուտ քաղաքական կամ կուսակցական ինչ-որ, տենց նպատակներով, ապա ոչ մի բան չի ստացվի, անցած ճանապարհը շատ հստակ դա ցույց տվեց։ Ես խոսքը հիմա կփոխանցեմ իմ գործընկերներիս, եւ իմ գործընկերներս ամեն մեկը իր մասով կներկայացնեն իրենց տեսլականը եւ բնականաբար սիրով կպատասխանենք ձեր հարցերին։